Այսօր Երևանում հիմնադիր խորհրդարանը եւ հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համատեղ հավաքի ժամանակ ստեղծվել է ալտերնատիվ երկրորդ, այսպես ասած, ղեկավարությունը, որը կկոչվի ժամանակավոր կառավարություն, քանի դեռ մեր ընկերները բանտում են։ Եվ քարտուղարության ղեկավար ընտրվել է Քերոբ Ղազարյանը, ազատամարտիկ, համախոհ, հիմնադիր խորհրդարանի պատգամավոր և պաշտպանական խորհրդի հանձնաժողովի նախագահ։ Ես բազմիցս իմ ելույթների ժամանակ ասել եմ, որ այն տղաները Վալոդյա Ավետիսյան, Շանթ Իրան խմբի հետ, Հայկ Գուրեղյան, անազատության մեջ են և քրեակատարողական հիմնարկներում են։ Ոչ, մենք բոլորս ենք բանտարկյալ, մենք ապրում ենք Հայաստան քրեակատարողական հիմնարկում և չունենք ոչ մի իրավունք։ Համենայն դեպս այսօրվա ռեժիմը օրեցօր ապացուցում է մեզ, որ դուք ոչ մի բան եք, որ դուք պետքա ստրուկ լինեք, որ դուք պետքա դատարաններում պարտադիր մուծվեք, որ դուք պետքա սոցապներում գնաք գլուխներդ կախ, որ դուք ցանկացած պետական ատյան մտնելով պետքա խնդրեք։ Մենք խնդրելու չունենք, մենք մեր գերպարներից հարկեր ենք տալիս, վարձում ենք մենեջեր, որ կատարի որոշակի աշխատանք, իրանք են մեր ստրուկները, և այս ստրուկների վերջը եկել է, իրանք մի քիչ մոռացան, թե ով էին և ինչ դառան։ Սիրելի վանաձորցիներ, դուք միշտ աչքի եք ընկել ձեր ակտիվությամբ և մեր Հովհաննեսի հետ միասին հույսով է, որ դուք ապրիլի 24-ին մեկի նման կմիանաք, ձեր գետակը հզոր հայկական կետին կմիացնեք։ Այս պրոցեսը, որը սկսվել է, այլևս անշրջելի է։ Ես ուզում եմ, որ վերևում նստած բթամի տակ իշխանության ուղեղը մտնի 1, 2, 10, 100 կամ 1000 հոգու ցերփակալելով ոչ մի բանի չեն հասնելու։ Էլ ավելի շատ է համալրվում մեր շարքերը։ Տեսեք վայրերի Գազանը ինչ է անում։ Մեր մեքենաներն այրում, ծեծի է ենթարկում կանգառներում, մուտքերի մոտ, ակտիվիստների, Բերձորի դեպքերը, Գյումրիում մի քանի թափթփուկ լակոտներ ձու են շպրտում, բայց ես մի բան նկատեցի, ուսումնասիրեցի ընդհանրապես ապստամբ մարդու իրավունքը, թե ինչ կարող է անել և ինչ պատիժներ կան դրան, ես նկատեցի, որ աշխարհում բոլոր երկրներում ձու, կոշիկ կամ մեկ այլ իր կամ լորիկ շպրտում են իշխանության վրա, այսինքն Գյումրիում իրանք գիտեին, որ այդտեղ կայնացները վաղվա իշխանությունն է, իրական իշխանությունը մենք ենք, իրական իշխանությունը դուք եք։ Մենք այսօր եկել ենք այստեղ, որ նախ ձեզ մեր առաջնորդների կողմից առաջին հերթին ողջույնն ենք բերել և նրանք խնդրել են հաղորդել, որ ոչինչ կորած չէ և որ պայքարը շարունակվում է։ Իսկ ես ասեմ, որ մեր գալու հիմնական պատճառն այն է, որ մենք սրանից 2 տարի առաջ եկանք, շրջեցինք Վանաձորի փողոցներով, զրուցեցինք վանաձորցիների հետ, հենց այստեղ հանրահավաք արեցինք և խոստացանք, որ մի որոշ ժամանակ հետո մենք ձեզ ասելու ենք, որ ժամանակը եկել է և մենք վերջապես
պատրաստ ենք այսօր ձերբազատվել այս քրեաօլիգարխիկ իշխանությունից, այս հանցագործ իշխանությունից, այս ազգադավ իշխանությունից, որը այսքան ժամանակ ոչինչ չարեց, որևէ ազգանպաստ գործողություն չարեց, հօգուտ հայազգի և Հայաստանի ժողովրդի։ Ուրեմն ուզում եմ, որ որևէ մեկը չհուսահատվի և չմտածի, որ մեր ընկերները այսօր անազատության մեջ են, ուրեմն շարժումը կանգ է առնում։ Իշխանությունը շատ լավ գիտի, մենք շատ անգամ ասել ենք, հուշել ենք, որ ձերբակալելով մեկին, երկուսին, նույնիսկ 10-ին, նրանք չեն կարող կասեցնել մեր շարժումը, որովհետև երբ անազատության մեջ են հայտնվում մեր առաջին շարքի ընկերները, երկրորդ շարքը անպայման առաջ է գալիս։ Այնպես որ մենք սկսել ենք աշխատել, ճիշտ է երեկ մի քիչ շոկային վիճակում էինք, սկսել ենք աշխատել և այսօր արդեն հունի մեջ ենք ընկել և աշխատանքը գնում է, այնպես որ խնդրում ենք, այստեղ հիմնականում մեր համակիջներն են, որոնք աշխատում են մեզ հետ, խնդրում ենք ամսի 24-ի համար պատրաստել ձեր այն կորիզը, որը կարող է մասնակցել ազգային ազատագրական պայքարին։ Մենք սկսում ենք ապրիլի 24-ի երեկոյան, մինչ այդ բարձրանալու ենք Ծիծեռնակաբերդ Եղեռնի հիշատակին, մասնակցելու ենք ոգեկոչման արարողությանը և մեր գլուխն ենք խոնարհելու մեր նախնիների, նահատակված նախնիների հիշատակի առջև և նաև երդվելու ենք, որ չենք դադարեցնի շարժումը, մինչև չհաղթենք։ Ապրիլի 24-ը մեր բոլորի համար օր է, որ մենք բարձրանում, մեր հարգանքի տուրքն ենք մատուցում և ամբողջ աշխարհին ցույց ենք տալիս, որ սկում ենք, սկացել ենք և սկալու ենք, բայց հաղթանակած երկիր լինելուց հետո, տարածքներ գրավելուց հետո, մենք որպես հաղթած քաղաքացիներս, մենք պետք է կարողանանք 100-ամյակից ի վեր կարողանանք մենք նոր ճանապարհ բացենք հայոց պետականության և հայ ժողովրդի համար։ Շնորհակալություն կներեք։